Նախորդ տարի գյուղացիները բախվեցին մի շարք դժվարությունների, որոնց թվում էին մթերման հետ առնչվող խնդիրները, հատկապես խաղողագործության ոլորտում։ Կառավարությունն ու գյուղատնտեսության նախարարությունը խաղողագործներին հորդորեցին առանց մթերման խնդրի մասին մտածելու մշակել իրենց բերքը։ Նախորդ տարի բերքն առատ էր, մթերման խնդիր էլ չկար։ Սակայն գինեգործական ընկերությունները նույն կառավարության ու գյուղատնտեսության որոշ դեպքերում խնդրանքով, որոշ դեպքերում էլ պահանջով գնեցին մեծ քանակությամբ խաղող ու բախվեցին իրենց արտադրանքի սպառման խնդրին։ Չկարողանալով վճարել ամբողջ տարին խաղողի մշակման վրա ահռելի ֆինանսներ ծախսած գյուղացիների գումարները։ Խնդիրն ավելի մտահոգիչ է դառնում, երբ դիտարկում ենք, թե ինչպես պետք է նույն այդ գինեգործական ընկերությունները այս տարի ևս խաղող մթերեն, պահեստներում դեռևս նախորդ տարվանից մեծ ծավալների արտադրանքի կուտակման պայմաններում։ Ագրագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը այսօր դժվարանում է կանխատեսել, թե ինչ խնդիրների գյուղացիները կարող են բախվել այս տարի, սակայն միևնույն ժամանակ վստահ է, մթերող գործարաններն իրենք են շահագրգռված, որպեսզի կարողանան իրենց արտադրանքը սպառել։ Մենք կոչով դիմեցինք գործարաններին, որ գների հետ կապված փոփոխություն անեն միջազգային շուկայում, հատկապես ռուսաստանյան շուկայում։ Կարծում եմ, որ ըմբռնումով կմոտենան, այսինքն այստեղ շատ կարևոր է թեկուզ չնչի շահույթով արտադրանքը իրացնել ռուսական շուկայում կամ Եվրոզիսի շուկայի միջի չէ, կամ այլ երկրներում, այստեղ շահույթի հետևից ընկնելու հարց չկա։ Եվ պատրաստ լինել հաջորդ տարի խաղողի մթերմանը։ Կանեն այդպես խնդիրներ չենք ունենա, չեն անի կունենանք իհարկե։ Անդրադառնալով գինիների շուկային, Բերբերյանը փաստեց, ռուսաստանյան շուկայում հայկական արտադրության գինիները իրենց բարձր գնի հետևանքով մրցունակ չեն։ Հատկապես Չիլիի արտադրության գինիների հետ, որոնք որ 200-220 ռուբլու սահմաններում են, բուլղարական գինին, որը 240-250 ռուբլու սահմաններում է, իսկ հայկական գինին կարծեմ թե սկսում է 350 ռուբլուց։ Եվ այստեղ իհարկե մեզ մտահոգում է այդ փաստը, եթե որակական հատկանիշներով նայենք, չեմ կարծում, որ բուլղարական գինին որակական հատկանիշներով ավելի ցածր լինի, քան հայկականը։ Հատկապես տեխնիկական սորտերը Բուլղարիայում ավելի լավ են փորձարկված։ Արթուր Հովհաննիսյան, Կարլեն Ղազարյան, Առաջին լրատվական։